ասցիք, որ միասին ուտում եք, ու Հա, նայեք, այդ ուղղակի ինքը ինձ սենց մի հատ հետաքրքիր է բնավորություն ինքը ունի։ այդ մթերքներին ծանոթ հա, օրինակ այդ ձևով, որ դուք եք ուտում, ոչ թե իրա ճաշիկների մեջ եղել է թե չէ, դա չի հարցը։ Առանձին նկատի ունեք, Հա, որ օրինակ օրինակ, հա, եթե օրինակ միս եք ուտում, ինքը դա կտորով վերցրել է, առհասարակ ձեռը կծելով կերել է, թե ոչ։ միշտ էլ ընդգրկել եմ իր սննդի մեջ էլ առանձինել, Հա, օրվա մեջ դաժե անգամ ասենք, որ այդ վարունգը տենց ինքը շատ հաճույքով ուտում է, ես մտածելով, որ միգուցե չգիտեմ էլի ինքը, որ հագենա, այսպես ասած, այդ իրա ձգտումից, որ տենց այդ ձևով ա ուտում, անգամ առանձին ափսեով եմ կտրել տենց միջանկյալի նման դրել սեղանին, որ ինքը ինչքան ցանկանա ուտի, միգուցե ավելի հետո այստեղ տենց այդ ձև մի պահ չլինի, էլ էլի։ ասեմ, նայեք, ձեր սեղանին, որ վարունգը դնում եք, զգում եք, որ ինքը դրա վրա է գնում, ես ձեզ խորհուրդ կտամ Չդնեմ։ վարունգը առանձին տալ, անդադ չդնել, որովհետև փոքր բալիկները տենց են, եթե ինչ-որ բան շատ են սիրում, Հա, իրանք դա են անդադ վերցնելու։ հա, հասկացա ես ես։ Մեկ էլ ինքը տենց սիրում է, ասենք այդ ձեր ասած ընդհանուր ոնց որ ասում եք սեղանից ընդօրինակելու առումով, օրինակ կաղա խոսքի չգիտեմ, ինքը հավես անի, որ ասենք տենա մենք ասենք պանիրը դրեցինք հացի մեջ ուտենք, տենց ցանկանա ուտել, մեկ է տեմը ինքը իր ձեռքով տենց արեց, Դե որ հա, սկսի ուտել ու դա բնական նմանատիպ։ է, պետք է անի։ Բայց Դրա նայեք, թող եթե դուք ուզում եք այդ խաղալիքների ամեն պահն ինչը է, էլի։ ավելի զարգանա, այսինքն ինքը սկսի ձեզ հետ հավասար, սիրուն ուտել, այդ զբաղացնելով ուտելը պետք է հանեք, որովհետև հիմա դա կարող է տես շատ չզգաք, որ խանգարում է, բայց մեծ տարիքում դա կարա ավելի լուրջ Ինքը խնդիր։ օրվա հետաքրքիրն է նա, որ ինքը միշտ չի էտի պահանջում ու Նայեք, սա հետաքրքիրը դա այստեղ է։ պատասխանատվությունների հարց է, դուք որպես ծնող, Ըհը։ ընդեղ ասեցի, չէ, պատասխանատվությունների։ Ահա։ Ինքը պետք է դա պահանջի, այսինքն այդ հարցը չպետք է լինի, որ ինքը պահանջում է, որ ինձ իր տուր ես զբաղվեմ ուտեմ։ Դուք եք այդ որոշում, դուք եք դա կազմակերպում։ Հասկացա էդի, նայեք, բայց այս դեպքում սենց մի ուրիշ բան ասեմ, եթե ասենք ինքը ինչ որ տենց իր առարկա ուզում է ու ես չեմ տալիս ու ինքը այս դեպքում ոչ մի բան չի ուտում ու ես հաստատ գիտեմ, որ ինքը հաստատ սոված է էլի այս պարագայում, բա Նայեք, այդ դեպքում մուլտիկի ավելի դեպքում էլ է ցանկալի սենց է լինում։ Մուլտիկի դեպքում էլ է։ իջացնես, հետո Հա, առաջարկես։ նայեք, մուլտիկի դեպքում մոտավոր այսենց է լինում։ Մինչև մուլտիկը չեն միացնում, երեխան չի ուտում։ Նույնիսկ Ահա, եթե շատ սոված է։ Սա մանիպուլյացիայի ձև է։ ըհը, Այսինքն ինքը ֆիքսում է, որ հա, տվեցիր կերամ։ երբ որ բանը ես չեմ ուտում, մաման անհանգստանում է, տագնապում է ու դրա պատճառով ինքը ինձ տալիս է այդ իրերը, որ ես խաղամ կամ ինչ-որ բան անեմ։ Հա, Սա եթե դուք այդ սովորությունը հանում եք ու դա ընդհանրապես իրական մի շաբաթ, երկու շաբաթվա պատմություն է, էլ չեն հա, ուզում։ հասկացա։ Սովորության Այսինքն վարքային հարց է։ այդ դեպքում ուզում եմ մի հատ այս բանը հասկանամ, Ահա։ թեկուզ այդ պարագայում այդ ժամանակ ասենք չուտիել, ոչինչ, հետո նորից Հեսա այդ կառաջարկես։ չուտելուն ես կանդրադառնամ։ Հա, Հեսա լավ։ հաջորդ բաներում հենց դրա մասին ենք խոսելու։ Հիմա եկեք խոսանք այդ կարևոր գործողությունների մասին, երբ որ մենք գալիս ենք սեղանի մոտ։ Նայեք, 1-ից 3 տարեկան երեխաները իրանք շատ ակտիվ են։ Իրենց համար շատ կարևոր է շարժումը, ակտիվությունը, իրանք ձանձրանում են նստել հաց ուտել, կամ այդ process-ները իրանց համար հոգնեցնող ձանձրալի երևույթներ է ու դրանով պայմանավորված հենց այդ տարիքում է սկսվում երեխայի հետևից ուտելիքով քայլել, որովհետև չի գալիս դե սեղան ու ուտելիք սկսում է գնալ իրանց հետևից, այդ տարիքում է սկսվում, որ սեղանի մոտ սկսում են լացել, աթոռից իջնել, գոռալ եւ այլն։ Բոլորի մոտ այս տարիքում այս պահը գալիս է, որովհետև երեխայի համար մի տարեկան շարժումը առաջնային գործողություններից մեկը։ Առհասարակ պետք չի տարբերակել կներեք ձայնա գալիս ուղղակի ձեր անունը չկա, չեմ կարողանում անջատեք էլի միկրոֆոնը ումը միացրած է։ Ոնց որ ձայն էլ չկա։ Այս տարիքում նայեք, բացի ուտելը երեխայի համար նույնքան կարևոր է շարժումը, մաքուր օդը, քունը
ու բանը ծնողի հետ ամուր կապվածություն ունենալը։ Սրանք բոլորը իրար հետ հավասար կանգնած բաներ են, պահանջմունքներ են ու կարիքներ են, որ երեխայի մոտ պետք է բավարարվի անպայման։ Ու շարժումն էլ է կարևոր, ու սեղանի մոտ էլ է շատ այդ շարժուման պահերը բարձրանում։ Ու երեխաները սկսում են հանգիստ չնստել իրենց տեղում ու առհասարակ 1-ից 3 տարեկան երեխաներից դուք կարող եք սպասել, որ ինքը իր աթոռակին կամ սեղանի մոտ կնստի 5-ից 20 րոպե, կարող է երեխա լինի կես ժամ նստի, բայց ոչ ավել։ Այսինքն հիմնական միջին ժամանակը 10-15 րոպե է, որ երեխաները նստում են սեղանի մոտ, ինչ-որ բան ուտում են, հետո իրանք անպայման պիտի իջնեն ու գնան։ Ու ձեր սնունդ ուտելու պահը պետք է այսպես ասած 40 րոպեից երկար չլինի, որ երեխան այդ չձանձրանա, չհոգնի, չնյարդայնանա։ Երկրորդը սեղանի մոտ գալուց առաջ շատ կարևոր է այդ երեխայի մոտ այդ կուտակված նյարդային լարվածությունը եւ այլն թեթևացնել, որ ինքը ավելի հանգիստ կարողանա սեղանի մոտ նստել։ Հաճախ երեխաները չեն կարող սեղանի մոտ նստել, որովհետև ուղղակի ուզում են շարժվել, բայց եթե մենք սեղանի մոտ գալուց առաջ ակտիվ ինչ-որ խաղ ենք խաղում, օրինակ կարանք վազվզենք, նապաստակի նման թռվռանք, ինչ-որ երաժշտություն միացնենք, պարենք, sense մարմինը շարժենք, մի քիչ այդ լարվածությունը թոթափենք, այդ պարագայում երեխաները մի փոքր ավելի երկար ու մի փոքր ավելի հանգիստ են նստում սեղանի մոտ ու այդքան շատ չեն ուզում իջնել սեղանից ու գնան փախնել։ Նաև շատ կարևոր է երեխային ներգրավել այդ սեղանը պատրաստելու process-ում, որ ինքը ափսեները բերի, եթե արդեն քայլում է, ինչ-որ բաներ միասին սկսեք պատրաստել, դա ռիտուալի նման լինի։ Օրինակի համար, ռիտուալը այսպես կարա լինի. Սկզբից երաժշտություն ենք միացնում, պարում ենք, թռվռում ենք, այդ լարվածությունը անում ենք, մեր հարաբերությունները կարգավորում ենք, ամրացնում ենք կապը երեխայի հետ, որովհետև ուրախ ինչ-որ լավ հավես բան էինք արել։ Դրանից հետո գնում ենք, ասենք, ձեռքերն ենք լվանում, միասին ափսեները բերում ենք կամ ինչ-որ նախապատրաստական բաներ ենք անում ու միասին գալիս ենք սեղանի մոտ նստելու։ Հիմնական այս գործողությունները, որ արվում է, երեխաները ավելի հաճույքով են գալիս սեղանի մոտ, որովհետև դա հաճելի ռիտուալի նման է դառնում ու իրանք հստակ գիտեն, որ այս գործողություններից հետո մենք պետք է անպայման գնանք սեղանի մոտ նստենք։ Ու սեղանի մոտ երեխան ավելի հանգիստ է։ Երկրորդը, այս տարիքում շատ կարևոր է, որ դուք վերանայեք ձեր երեխայի աթոռը, որովհետև շատ բալիկներ չեն նստում, որովհետև արդեն աթոռը դառնում է իրենց համար շատ անհարմար։ Առանձին սեղանիկով աթոռները այս տարիքից լավ կլինի, որ էլ չլինեն, սեղանիկի մասը հանեք ու ինչպես տեսնում եք, այս տիպի մոտ աթոռներ ունենաք, ոչ թե մանկական, այլ ավելի հարմար, որ առաջինը երեխան ոտքերը դնելու տեղ ունի, ինչպես կարաք տեսնեք, որովհետև եթե հենարան չի լինում, երեխաները շատ ավելի դժվար են նստում, անհանգիստ են նստում, որտեղ ոտերը կախված է լինում, իրենք հոգնում են ու ուզում են իջնեն, քայլեն կամ դժվար է լինում երեխային։ Հաջորդը կապիչները շատ կարևոր է մի տարեկանից հետո արդեն հանվեն, այդ էլ է շատ անհատական, կարող է երեխա լինի զգաք, որ չէ, դեռ պետք չի, բայց մեծամասնության դեպքում կարիք չի լինում էլ կապիչների, ու դա եթե լինում է, շատ երեխաներ ավելի վատ ու դժվար են նստում այդ աթոռին, որովհետև սահմանափակող բաներ է լինում, իսկ իրենք այդ տարիքում էլ չեն սիրում այդ վիճակները, ուզում են ավելի ազատություն։ Նաև շատ կարևոր է արդեն այս տարիքից մոտավորապես 1-ից մեծ, 1-2, 1-4, 1-5, կախված երեխայի ֆիզիկական ակտիվությունից ու զարգացումից, սովորեցնել ինքնուրույն աթոռի վրա բարձրանալ ու իջնել ապահով ձևով, որ երբ որ երեխան այդպես ազատություն է ունենում բարձրանալու ու իջնելու, երեխան ավելի հակված է լինում այդ աթոռին նստելու։ Նաև շատ կարևոր է, որ ձեր երեխան չշեղվի, ուտելու process-ը ավելի հեշտ լինի, կազմակերպել նենց, որ այն սենյակում, որտեղ դուք ձեր բալիկին կերակրելու եք կամ կերակրելու եք ու իր հետ ուտելու եք, այդ սենյակում չլինեն իր խաղալիքները։ Եթե հնարավորություն չկա, միևնույն է կան այդ շեղող բաներ, խաղալիքներ, իրեր եւ այլն,
շատ կարևոր է ինչ-որ սավան վերցնել, դրանք ծածկել ու ասել երեխային մեր ուտելու ժամին, այդ օրինակ 20 րոպեն կլինի կես ժամը, խաղալիքները քնում են, մենք խաղալիքներով էլ չենք խաղում։ Իրան թույլ եք տալիս իջնել բարձրանալ, բայց ինքը կարա իջնի բարձրանա, ուղղակի շրջի այդ ուտելու ճաշի ժամին, բայց ոչ մի դեպքում չգնա սկսի ինչ-որ խաղալիքով խաղալու, որովհետև եթե տենց լինի, ինքը էլ չի վերադառնալու հաց ուտելու, շեղվելու ու խաղալու է, հետո ինչ-որ ուրիշ պահի հիշելու է կամ չի հիշելու։ Նաև դուք կարող եք սկսեք ափսեն վերցնել ու գնալ իր հետևից։ Ուտելիքը մնում է սեղանի մոտ, բայց երեխան կարա շարժվի, այսինքն ուտելիքը սեղանի մոտ է, ինքը կարա աթոռին բարձրանա, նստի, իջնի, գնա, գա, սա շատ նորմալ է ու շատ բնական է երեխաների համար։ Այսինքն մենք որ սպասենք, որ չէ ինքը հանգիստ գաս նստելու է, դա ոչ իրատեսական է, այս տարիքի երեխան տենց իրան շատ դժվար է, ինքը չի կարա տենց անի։ Բայց իմ ասած այդ ակտիվ ինչ-որ բաները ինչ-որ չափով այս նյարդային համակարգը հանդարտեցնում են ու երեխան մի փոքր ավելի համբերատար է կարողանում նստի։ Հաջորդը շատ ժամանակ, երբ որ երեխան հաց է ուտում, նենց է ստացվում, որ երեխային առանձին նստացնում են, մաման նստում է, փորձում է կերակրի, իսկ ընտանիքի անդամները գնում են, գալիս են, խոսում են, ինչ-որ գործողություններ ան ու ով ինչ անում է, 1 տարեկան կամ 2 տարեկան, իրեն հետաքրքիր է, ինքը չի կարող այլ կերպ, ինքը իրանից անկախ հետաքրքրվում է ու իրան հետաքրքիր է լինում, ինքը շեղվում է, չի ուտում, կամ էլ մի հարց էլ կար խմբում ու դրան էլ եմ շատ հաճախ ես անդրադառնում, սկսում է պահանջել ինչ-որ իրեր։ Նայեք, այդ պահանջել իրերը սահմանների էլի հարց է, դաստիարակության մեր հիմքերն է ու դա սկսում է հենց մի տարեկանից։ Ծնողը իրավունք ունի չտա ինչ-որ իրեր, ու ասի ոչ։ Ու երբ որ դա տեղի է ունենում մի քանի շաբաթ, օրինակ 1 կամ 2 շաբաթ, երեխայի համար շատ հստակ է դառնում, որ ճաշի ժամին ոչ, ինքը չի կարող ինչ-որ իր պահանջել, որ մաման պետքա բերի կամ տա իրան կամ ինչ-որ sense բաներ։ Եթե զգում եք այդ խոհանոցի իրերի նկատմամբ հատուկ սեր կամ հետաքրքրություն ունի, ճաշի ժամից դուրս տվեք, թող խաղա, ուսումնասիրի, ինչ ուզում է անի դրանց հետ, որ իր հետաքրքրությունը բավարարված լինի, որ արդեն սեղանի մոտ գդալները չուզի, բաժակները չուզի, լաց չլինի։ Երկրորդը շատերը ասում եք, որ ձեր ուտելիքներն է սկսում պահանջել կամ ձեր ափսեներից են սկսում ուտել, դա էլ է այնքան նորմալ է այս տարիքի երեխաների համար ցանկություն ունենալ ծնողի ափսեից ուտել, որովհետև այդպես ինքը համոզվում է, որ այդ ուտելիքը ապահով է։ Ստեղ շատ կարևոր մի քանի զարգացման պահի մասին եմ ուզում ասել 1-ից 3 տարեկանների, ինչպես ասեցի 1 տարեկանում լինում է այդ առաջին ճգնաժամը այդ առանձնանալու մասին է, նաև 1 տարեկանում երեխաների կարիքները սննդի բավականին նվազում է, շատ բալիկներ, որոնք 10 ամսե կամ ավելի հաճույքով էին ուտում, 1 տարեկան ավելի քիչ են ուտում, որովհետև դա կապված է աճի տեմպի նվազման հետ։ Այդ տարիքում երեխան սկսում է ավելի քիչ, այսպես ասած, մեծանալ։ 1-ից մինչև 2 տարեկան կարող է երեխան քաշ-հավաքի 1 կիլոգրամ, որը շատ նորմալ է։ Հետևաբար իր այդ ուտելու կարիքները բավականին նվազած են լինում ու երեխաները սկսում են քիչ ուտել։ Նաև 1-ից 3 տարեկանում լինում է երեխաների մոտ տարիքային յուրահատուկ էտապ նեոֆոբիա, որը կապված է սննդի հետ ու երեխաները նոր մթերքներից սկսում են խուսափել, անհանգստանալ, չուզենալ, լաց լինել, որովհետև բնության մեջ էլի գնանք այն հազարամյակներ շարունակ, երբ որ մարդիկ ապրում են օրինակ քարանձավներում, երեխան որ ծնվում էր 1 տարեկանից հետո ինքը կարող էր առանձնանալ ծնողից ու գնա հեռու ու այդ տարիքի երեխան որ քայլում էր ու առանձնանում էր, հեռանում էր ծնողից, որովհետև ինքը տարիքում ինքնուրույնությունը հասկանալու ու սահմանները ստուգելու կարիք ունի, որտեղ մի տարեկան ճգնաժամը հենց դրա մասին է, ֆիզիկապես ծնողից առանձնանալու, փոխվելու, սահմանները ստուգելու ամեն ինչ ինքնուրույն անելու մասին, ինքը կարար հեռանալ ու ասենք ինչ-որ թունավոր բան ուտեր, խոտ պոկեր ուտեր ու բնությունը, որպեսզի երեխան պաշտպանված լինի,
1 տարեկանում հատկապես 1-ից հետո 1.8 թեն ասում միջին տարիքը ինքը սկսում է խուսափել նոր մթերքներից, չուտել այն մթերքները, որոնց ինքը ծանոթ չի, անհանգստանալ, վախենալ, տագնապել այդ մթերքներից, որը բնական զարգացման էտապ է ու հաճախ դա հաղթահարվում է հենց միասին ուտելով, այն միջև այդ իմ ասած ճանաչողական գործընթացն է, որ գյուղի երեխաները ավելի շատ են ճանաչում մթերքները ու դրա համար իրանց մոտ այդ ընտրողականությունը ավելի քիչ է։ Ինքը պետքա ճանաչի մթերքները, ինչպես պետք է ճանաչի, ինքը պետքա կպնի, շոշափի, լղջի, պոկի, ինքը պետքա այդ ուտելիքը մի 10 անգամ մամային կերակրի, համոզվի, որ մամայի հետ ոչինչ չի լինում, հետո նոր ինքը սկսի ուտել։ Դա հենց ճանաչողական գործընթացն է, երբ որ շատերդ ասում եք, որ մեր ափսեից է ուզում, մերն է մենակ ուզում, կամ իր ափսեում կա դրված նույնից, բայց հենց իմ ափսեինն է ուզում։ Հենց այդ նեոֆոբիան է աշխատում, որ երեխան սկսում է տենց վարք ցույց տալ։ Ու սրանք բոլորը հիմնականում նորմալ են, բայց շատ կարևոր է այս դրսևորումների մենք ճիշտ վարք ցույց տանք ու ճիշտ մոտեցումներ ցույց տանք, ինչպես նախորդ բլոկում նշեցի, դա պատասխանատվությունները գիտակցելն է, ճիշտ սահմաններ դնելն է, ռեժիմն է, մեր վարքն է սեղանի մոտ, որ մեր ընտրությունն է, օրինակ աթոռն է մեծ դեր խաղում, երբ որ երեխան ավելի ապահով ու հանգիստ է նստած ու հետո մինչև սեղան գալը կապն ենք ամրապնդում խաղի ձևով, իր ակտիվությունն ենք նվազեցնում, որովհետև տենց ավելի ապահով է երեխանը։ Նայեք, աթոռի հետ կապված մեջքը պետք է լինի 90 աստիճան, կիսապարկած, անհարմար։ Ես գիտեմ, որ շատերը օրինակ բազկա աթոռին կամ հյուրասենյակում եւ այլն այդպես տարբեր տեղեր են տալիս ուտելիք, որը հաճախ բերում է նրան, որ երեխան չի ուտում։ Շատ կարևոր է, որ ձեռքերը հասնեն սեղանին, իրեն հարմար լինի ու շարժվելու հնարավորություն, որի մասին ես ձեզ արդեն ասեցի բավականին մանրամասն։ Հիմա եկանք ամենագլխավոր հարցին ու ամենամեծ ցավին ձեզանից շատերի մոտ։ Ինչ անենք, որ երբ մենք ուտելիք առաջարկում ենք, երեխան սկսում է մերժել։ Ասեմ ամենասկզբից, որ այդ մերժելը չկա տենց ձև, որ դուք դա անեք ու ձեր բալիկը չի մերժելու։ Բոլոր երեխաները հատկապես այս տարիքում մերժում են ուտելիքը ու հաճախ իրանք մերժում են ոչ թե նրա պատճառով, որ սոված չեն կամ չեն ուզում ուտել, այլ հենց տարիքին հատուկ տենց վարք է։ Օրինակ, կարան մերժեն, որ օրինակ մուլտը միացվի ու ինքը մուլտով ուտի։ Կարան մերժեն, որ ինչպես նշվեց անցած դեպքում, խաղալիքը տան, որովհետև ինքը խաղալիքը ուզում է, որ ինքը տենց ուտի։ Կարան մերժեն ուղղակի, որովհետև 3 տարեկանի ճգնաժամին են մոտենում կամ 3 տարեկանի ճգնաժամն են ապրում ու մերժում են, որովհետև պետքա մերժեն ու իրանց անձը ձևավորվում է ու իրանց համար շատ կարևոր է այդ տարիքում ոչ ասել։ Ոչ չեմ ուզում, ոչ չեմ անի, սովորում են ոչ բառը ու ոչ ամեն ինչին ոչ են ասում։ Սահմաններն են իրանց ստուգում, ոչն են ոնց որ զարգացնում, իրանց անձն են փորձում հասկանան, առանց դրա իրանք զարգացում չեն ապրի ու դա բնական զարգացման փուլերից մեկն է, բայց խնդիրը բարդանում է, երբ որ երեխան ասում է ոչ, ծնողն էլ ասում է չէ, պետքա, ուստեղ արդեն սկսում է բախում։ Երեխան ու ծնողը բախվում են ճակատներով ու հաճախ այս փուլում ելք չկա ու լուծում չի կարող լինել, որովհետև ուղղակի պայքար է սկսվում, որը մեկը կամ պետք է հաղթի, մեկը պետք է պարտվի ու ծնողը միշտ պարտվող է դուրս գալիս այս պայքարում, որովհետև ուտելը դա երեխայի մարմնի հարցն է ու իր սահմաններն է։ Եթե երեխան իսկապես որոշել է չուտի, դուք բացարձակ ոչ մի ձևի դա չեք կայի, ինքը հետ կտա այդ ուտելիքը, ինքը ինչ ասես կանի, ատամները կսեղմի, լեզուն, ինչ ասես կանի, բայց չի ուտի, որովհետև եթե ինքը ընդդիմադիր դիրք է ընդունել, դուք մտել եք այդ ճնշման մեջ ու ուժային պայքարի ու երեխան էլ ինչ որ չափով ավելի դոմինանտ է, նայեք, կան երեխաներ ավելի ենթարկվող իրենց խառնվածքով, բնավորությամբ, տեմպերամենտով, իրանք մի փոքր ճնշում, մի անգամից կոտրվում են ու ոնց որ անում են նենց ոնց մաման ա ուզում, որովհետև
իրենց խառնվածքն է, իրենց ապրելու ձևը ու ստրատեգիան այդպեսին է։ Կա երեխա հակառակը, ինքը ավելի է թարսվում, ավելի է ջղայնանում ու նույնիսկ երբ արդեն ուզում է ուտի, էլի չի ուտում, որովհետև այս պայքարը ավելի է խորացել ծնողի հետ։ 5 այլ մերժման դեպքում, հետո կասեմ մերժումից հետո 3 ռազմավարության մասին։ Նայեք, երբ որ երեխան ձեզ ասում է չէ, չեմ ուտելու, ստեղ շատ կարևոր է ուղղակի շունչ քաշել, մի հատ շունչ եք քաշում, եթե կարիք ունեք, եթե ջղայնությունը շատ է կամ շատ եք լարվում, տագնապը բարձրանում ու դա շատ նորմալ է, որ դուք տագնապում եք կամ ջղայնանում եք, ձեզ անհանգիստ եք զգում, բնականաբար վախենում եք ու այդ զգացմունքները ձեր մոտ բարձրանում է, առաջանում է։ Շատ ճիշտ կլինի մի հատ դուրս գալ սենյակից, սառը ջուր խմել, եթե պետք է շնչել, արտաշնչել, մի հատ հանգստանալ ու ասում եք երեխային, լավ, կարող ես չուտել։ Սա այնքան կարևոր ֆրազա ու արտահայտություն է, որը հենց ձեզ համար այլ է, որ դուք թույլտվություն եք տալիս ձեր երեխային, որ ինքը կարա չուտի, ինքը ունի այդ թույլտվությունը ձեր կողմից։ Նաև դա թույլատնում է այս կռվի պայքարը, բայց մենք մնում ենք սեղանի մոտ, այստեղ շատ կարևոր է, ու մեր ուտելիքը այսօր սա է, այստեղ սահմանը շատ հստակ կարևոր է պահել, այսինքն, հա, դու կարաս չուտես, բայց դու պետք է մնաս սեղանի մոտ, որովհետև այս մեր ճաշի ժամն է ու մենք սեղանի մոտ նստում ենք, կարակ ասեք արի զրուցենք, խոսանք, կամ կարակ ուղղակի հենց սահմանը հստակ գծեք, որ չէ, մենք սեղանի մոտ ենք հիմա մնալու, և հաջորդը մեր ուտելիքը այսօրվա ես որպես մամա, ինչպես եմ պատասխանատվության բաժնում էինք մեր պատասխանատվությունը ու խստությունը ձեր այստեղ պետք է լինի։ Ես այս պահի համար որպես ծնող նախապատրաստել եմ այս ուտելիքը, որովհետև դրա համար պատասխանատուն ես եմ դա որոշողը, դա գնողը, դա բերողը, էլի հետ գանք այդ գյուղերին։ Գյուղում կինը չի կարա գնա տարբեր ինչ-որ բաներ առնի, ինքը գնում է այգի, այդ պահին ինչ աճել է, ինչ կա, դա էլ բերում է, ինքը տարբերակ չունի ուրիշ գնալու, ու երեխան էլ գիտի, որ ուրիշ տարբերակ չկա։ Ստեղ բնական ձևով է դա ստեղծվում, իսկ մեր պարագայում, եթե խնդիրը արդեն կա ու ընտանիքը բավականին ունևոր է ու ինչ-որ տենց խնդիր չկա, ինչ ուզի երեխան գնալ առնել բերելու, ստեղ արդեն գիտակցելով ենք մենք այս սահմանը գծում, բայց ոչ թե ասում ենք չեմ կարա ուրիշ բան եւ այլ չէ, այս պահի ուտելիք սա է, ես սա եմ նախապատրաստել, առանց ինչ-որ ավելորդ ուրիշ թեմաների։ Հիմա ես որպես ծնող, որպես մեծահասակ, այս ուտելիքն եմ պատրաստել, որից հետո շատ կարևոր է անել հաջորդ քայլը, ալտերնատիվա տալ երեխային, չթողնել այդ բանի մեջ, բայց արի մտածենք, ինչ կարող ենք մենք անել։ Երբեմն մի քիչ ավելի մեծ տարիքի երեխաների հետ աշխատում է դա, օրինակի համար, կուզես ես այդ միսը, որը դու չես ուզում ուտես, փաթաթեմ լավաշի մեջ, կամ արի փոքրիկ դուռումներ անենք, բանի նման, մուկիկի, փոքր չափերի, այստեղ կարելի է հումոր մտցնել, կամ գալիս ես այս ուտելիքները միասին դասավորենք, կամ գալիս ես դեղին գույնի ուտելիքները գտենք, ուզես ինչ-որ օրինակ ունեցեք կախարդական ինչ-որ փոշի, օրինակ դա կարա լինի հասարակ քունժուտը կամ կարա լինի ինչ-որ քաղցր մանր են, որ տորթերի վրա են լցնում, տենց ինչ-որ մի բան, կամ կարա լինի ինչ-որ էլի ընդեղեն աղացած, կարա լինի կանաչի, կարա լինի հասարակ աղ, կարա լինի քրքուն, ոսկեգույն, ինչ ասես կարա լինի ձեր նախասիրություններից, ձեր ընտանիքից, ձեր սովորություններից ելնելով, ասում եք, իսկ ուզես կախարդական փոշի լցնեմ քո ուտելիքի վրա։ Ուստեղ շատ կարևոր է ինչ-որ ալտերնատիվաներ տալ, ասել ինչ կարա ինքը այդ ուտելիքի հետ անի, ասել ինչ կարելի է այդ ուտելիքին ավելացնել, առաջարկել ինչ-որ գործողություն այդ ուտելիքով, մտածել ինչ-որ խաղ, երբեմն այս պահերին, հատկապես այդ երրորդ կետում, հումորն է շատ օգնում, երբ որ ծնողը ինչ-որ հումորային բան է ասում այդ ուտելիքի կամ ինչ-որ բանի հետ կապված, լարվածությունը միանգամից թուլանում է։ Մենք միշտ ունենք ընտրություն, այսինքն դուք կարաք ստիպեք, էլի ձեր երեխան կարա ուտի, դուք կարաք շեղեք, էլի ձեր երեխան կարա ուտի, բայց այս
ծայրամասային գտնվող այս երկու տարբեր նժարի գործողությունները երկարաժամկետ, երբ որ մենք երկար կտրվածքով ենք նայում մեր երեխայի սննդային վարքին, բերում են ավելի շատ խնդիրների, քան բերում են հաջողությունների։ Դրա համար ավելի լավ է մտածել ինչ որ գործողություն, որը կնպաստի առաջինը իր ճանաչողությանը այդ ուտելիքների հետ։ Երբեմն ուղղակի այդ պահին ինքը այդ ուտելիքով խաղա, շփվի, ինչ որ բան անի, կարա ավելի նպաստի, որ հետո ինքը ուտի, քան այդ պահին մենք հասնենք նրանով, ինչ որ ձևերով, ոչ այդ ոսկե միջին այդ ծայրահեղ, որ ինքը ուտի։ Կարա խաղ լինի, որ նպաստում է այդ ուտելիքներով գործողություններին։ Այսինքն այստեղ շատ անհատական է, կապված է ծնողից, ծնողի վարքից, ծնողի մոտեցումներից, հարաբերություններից, ինչքան այն կարում բանեն, բայց այս ընտրությունը կա։ Դու կարաս ստիպես, կարաս շեղես, բայց դու կարաս ինչ որ գործողություն անես, որը կնպաստի իր ուտելուն, խաղի կամ այ ասած գործողությունների տեսքով, նաև կնպաստի ապագայում ավելի լավ սննդային վարքի։ Ընտրողը մենք ենք, ու հա սկզբնական շրջանում, երբ որ մենք փորձում ենք մեր վարքը փոխել, դժվար է լինում, որովհետև շատ բարդ է սա անելը, որովհետև շատերի ընտանիքներում այդ մոտեցումը չի եղել, կամ ստիպել է եղել, կամ շեղել է եղել, դուք այդ վարքի այդ մոդելը չունեք, ու դուք ոնց որ զրոյից կաթիլ պետքա դա ստեղծեք, կառուցեք ու ձեր սովորությունը դարձնեք, ու դա դժվար է, երբեմն երկու քայլ հետ է, մի քայլ առաջ, բայց միշտ արժե այս ճանապարհը սկսել։ Երբեմն լինում է, որ այս մեր առաջարկից գործողություն անելու, խաղալու եւ այլն, ինչ ասես կարա լինի, դրանից հետո էլ երեխան մերժում է ուտելը ու օրինակ սկսում է ուժեղ լաց լինել։ Այս դեպքում կարելի է երեխային գրկել, տանել ուրիշ սենյակ կամ ուղղակի ձեր գիրկը բերել, ասել. Ես հասկանում եմ, որ դու անհանգստանում ես, ես հասկանում եմ, որ դու չես ուզում, ես հասկանում եմ, որ դու տխուր ես, իսկ գտեք ինչ է կատարվում հիմա, կամ ձանձրանում ես, կամ ինչ-որ ուրիշ բան ես ուզում, դրա համար է կարա լաց լինի, բայց մեր օրինակ ոնց որ բայց այս պահին ոնց որ էս է, հիմա պետք է ուտենք, գնանք կամ արի ուղղակի մոտս մնա, կարաք ոչ մի բան չասեք, ուղղակի ասեք մնա մոտս, մնա գրկիս։ Եթե կարողանում եք հանգստացնել լացը, դժգոհությունը, որտեղ 1-ից 3 տարեկան երեխաները սեղանի մոտ հաճախ լացում են, գոռում են, դժգոհվում են, շպրտում են, ջղայնանում են, դա նորմալ է, դա լինում է։ Այստեղ կարևորը արդեն դուք ինչ արձագանք եք տալիս իր այդ վարքին։ Շատ կարևոր է, եթե լացումը, ջղայնանումը, գրկել, հանգստացնել, զգացմունքները ընդունել, ու երբեմն այդ 5-րդ քայլը նա է լինում, որ երեխան մամայի գրկում, նայեք, հանգստացրիք, վերջացրիք, երեխային ճիշտ կլինի թողել ձեր գրկում, հատկապես 1-ից 3 տարեկաններին, իրենք հաճախ ավելի ապահով են զգում մամայի գրկում ու ուտում են ավելի լավ, երբ որ մամայի գրկում են։ Եթե մնաց ձեր գրկում, դուք էլ չեք սկսում իրան համոզել, ինչ-որ ուրիշ բաներ անել, սկսում եք դուք ուտել, այսինքն այստեղ շատ կարևոր էր, որ այդ process-ը նաև ձեր ուտելու ժամ լինի, ինչի է դա կարևոր, որովհետև եթե ձեր ուտելու ժամ չի, դուք ուղղակի այսպես ասած տուպիկի առաջ եք կանգնում, որովհետև կամ պետք է ստիպել, կամ շեղել, կամ երեխան սոված անում, բայց եթե ձեր ուտելու ժամն է, դեռ process-ը շարունակվում ենք, դեռ շարունակում է մնալը դեռ շարունակում եք ուտել, ուտելիքը մնում է դեռ սեղանին, ու դա ավելի բնական ու հեշտ է ստացվում ամեն ինչը։ Դրա համար եթե այսպես է լինում, փորձում եք իրան ընդունել իր այդ զգացմունքները, ձեր գրկում նստացնել, դուք շարունակում եք ուտել ու իմ պրակտիկայում եւ 70-80% երեխաները, որոնք ոչ մի խնդիր ամենայն հավանականությամբ չեն ունենում, սկսում են ուտել, որովհետեւ իրանք ուղղակի պետքա ինչ-որ զգացմունք արտահայտեին, զգացմունք արտահայտեցին, մաման չմտավ իր հետ ճնշման մեջ, իրանք հանգստացան, այդ լարվածությունը թուլացավ, ու իրանք ոչ ասեցին, իրանց ոչին ոչ մեկ չասեց, չէ, դու ոչ պետքա ուտես եւ այլ, ամեն ինչ հանգստացավ, երեխան սկսում է ուտել։ Բայց կարա լինի նենց, որ այդ լացից հետո դուք չկարողանաք հանգստացնել, որովհետեւ դուք ամենակարող չեք ու հաճախ տենց էլ է լինում։ Այս պարագայում ուղղակի երեխային ապահով ինչ-որ տեղ եք դնում, շարունակում եք ձեր ուտելը կամ սեղանը հավաքում եք
ու մենք գնում ենք արդեն մյուս 3 ռազմավարություններին։ Այսինքն, եթե տենցել այս քայլերից հետո չստացվեց, որ ձեր երեխան ուտի, ճիշտ կլինի ունենալ 3 տարբեր ռազմավարություն, 3 տարբեր իրավիճակների համար։ Առաջին ռազմավարությունը հետևյալն է. դուք ոչինչ երեխային չեք առաջարկում, ինտերվալը պահում եք, սա կասեմ ռեժիմի մասին, սրանից հետո կպատմեմ ռեժիմից, ոնց է պետք ճիշտ ռեժիմ պահել 1-ից 3 տարեկան երեխաների համար։ Դուք պահում եք ձեր ինտերվալը ռեժիմի ու հաջորդ սննդընդունմանը հիմնականում այս տարիքի երեխաներ ուղղակի ավելի շատ են ուտում, որովհետև սրան եք անդրադառնում, ինչու է տենց լինում։ Սա այն ռազմավարությունն է, այն օրվա համար, երբ որ դուք ունեք ռեսուրս, ունեք համբերություն, ու հարմար է այդ ռեժիմը պահել, հարմար է այդ ինտերվալը պահել, դուք եք հանգիստ, գիտեք ինչ եք անելու եւ այլն։ Բայց օրերը տարբեր են, իրավիճակներն էլ։ Երկրորդ ռազմավարությունը սննդարար ինչ որ ալտերնատիվա տալու։ Այսինքն դուք զգում եք, որ երեխան կուզեր ուտի, մի փոքր փորձում է կամ ուզում է ուտի, բայց դուր չի գալիս։ Մեզ հետ էլ է, մեծերիս հետ էլ է, որ ինչ որ ուտելիք ուղղակի դուր չեկավ։ Դժվար է, տհաճ է ուտելը, համը դուրներ չեկավ։ Այդ դեպքում ձեր հաջորդ ռազմավարությունը հետևյալն է. ուղղակի առաջարկել սննդարար ալտերնատիվա, ոչ թե գնալ ինչ որ ճաշ եփելու, այլ կարակ ուղղակի ձու եփեք, պանիր տաք, մածուն տաք, բանջարեղեն տաք, ինչ որ ընդեղեն տաք, այդ ինչ որ մի բան, որ սառնարանից կհանեք, կտակ երեխային կուտի, սոված չի մնա, մինչև հաջորդ ուտելը։ Նաև սա ավելի հարմար է, երբ որ դուք ունեք տանից պետքա դուրս գաք, ու ձեզ պետքա որ ձեր երեխան սոված չլինի։ Շատ կարևոր է այս դեպքում, որ ոչ մի դեպքում չտաք այն ուտելիքը, որը ձեր երեխայի սիրելին է։ Օրինակ նախորդ հարցի դեպքում վարունգներ, չէ՞։ Շատ կարևոր է, որ այս դեպքում դուք իրան վարունգ չտաք, որովհետև եթե վարունգը տվի կամ, չգիտեմ, մակարոնը տվեք, որ ինքը շատ է սիրում, կամ միրգը տվեցիք, որ ինքը շատ է սիրում, հաջորդ անգամ ինքը շատ հստակ մերժելու է ճաշը, որ ինքը ուտի իր սիրելի ուտելիքը։ Երրորդ ռազմավարությունը հետևյալն է. կան երեխաներ, որ ուղղակի այդ պահի տակ, զգացմունքների ազդեցության տակ չկարողացան ու լաց եղան, չկերան եւ այլն, բայց ասենք 40 րոպե, կես ժամ հետո զգում եք սառնանի դուռն է բացում, ցույց է տալիս, որ սոված է, ու դուք եք զգում, որ սոված է ձեր բալիկը։ Այս պարագայում շատ հանգիստ ասում եք, ոնց տեսնում եմ, ասենք դու սոված ես, որովհետև հաց չկերար, բայց այդտեղ չպետք է լինի սենց բան դերքով։ Դե տես, չկերար, դրա համար դու հիմա սոված ես, ինչ որ սենց ջղայնացած, ինչ որ սենց տոներ, պետք չի։ Ավելի շատ ցույց տվեք, որ դուք հասկանում եք իրան ու ինչ է իր հետ կատարվում, որ ինքը ընկալի այդ process-ները իր մոտ տեղի ունեն։ Այստեղ կարող առաջարկել, որ ճաշը տաքացնեք ուտի։ Որովհետև շատ բալիկներ, օրինակ, եթե պետքա ճաշից հետո գնան ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեն, կարող է չուտեն, որովհետև ուզում են շուտ այդ հետաքրքիր բանը լինի։ Օրինակ, եթե ճաշից հետո պետք է գնա մուլտֆիլմ նայի, կարող է երեխան չուտի, որովհետև անհամբեր այդ մուլտֆիլմում, կամ պետքա տանից դուրս գան, գնան զբոսանքի, կարող է էլի չուտի, որովհետև ուզում է շուտ գնա այդ զբոսանքին։ Դրա համար էդ էլ հաշվի առեք, մի նախատեսեք ինչ-որ շատ հետաքրքիր հաճելի զբաղմունքներ հենց ճաշից հետո։ Լավ կլինի, որ ճաշից հետո օրինակ քնելը լինի, կամ ինչ-որ հանգիստ գործողություններ, որոնք դες երեխայի սիրելի բան չեն, որովհետև երեխաները իրանք շատ ուզում են այն հաճույքները, որ իրանք ուզում են, դա լինի ու չեն ուտում։ Նաև այս ասեցի ֆավորիտ սիրելի ուտելիքների մասին, շատ բալիկներ իրենք սկսում են չուտել այդ պատճառի հետևանքային կապը ֆիքսելուց հետո, երբ որ իրենք մի երկու անգամ ինչ-որ բան այն սկզբնական շրջանում սկսում են մերժել, ու մաման սկսում է իրենց իր համար իր սիրելի ուտելիքները միայն դրանք տալ, որ սոված չմնա։ Օրինակ, սկսում եք ավելի շատ քաղցր տալ, ավելի շատ կատնամթերքն է շատ լինում, ավելի շատ մակարոն, կամ հաց, կամ ինչ-որ սենց բաներ, ու երեխայի սննդակարգը բնականաբար նեղանում է, ու գալիս հասնում է նրան, որ օր-օրի ինքը ավելի քիչ հասնում է, որովհետև երեխաները իրենք հատկապես 1-ից 3 տարեկանում իրանք անդադ ուզում են իրենց հաճելի բաներն են փնտրում։ Իրենք հենց այդ տարիքում սկսում են ֆիքսել, հիշել համերը ու փնտրել ու սպասել դրանք, բայց էլի ենք հաշվի առնում, որ 1-ից 3 տարեկան երեխան հասուն չի, գիտակից չի,
ինքը չի կարող հասկանալ, որ եթե ինքը ամեն օր մակարոն ուտի կամ քաղցրավենիք ուտի, որ իր առողջությանը կվնասի ու ինքը չի հասնի, չի զարգանա, չի մեծանա, այսինքն դա ինքը չի գիտակցում, ինքը ուղղակի հաճույքների հետևից է գնում, որ շատ նորմալ է իր տարիքում։ Այդ տարիքի երեխան անդադ ուզում է քաղցր ուտի, մակարոն ուտի, ուզում է անդադ մուլտֆիլմ նայի, ուզում է անդադ խաղա, ուզում է անդադ իրան խաղալիքներ առնեն, չի զգում այդ սահմաններ ու չի զգում այդ վերջը։ Այնտեղ հասուն չի, ուղղակի չի զարգացել դեռ այդքան։ Ու եթե այս տարիքում ու այս ցանկությունները ծնողը սահմաններ չի դնում, չի կարգավորում, չի կառուցում ճիշտ համակարգ, ճիշտ ձև, ճիշտ միջավայր, երեխան գնում է դեպի ընտրողականություն, սահմանափակ սնվել ու սա նման է նրան, որ դուք օրինակ ձեր 2 տարեկան երեխային դնեք ձեր մեքենայի ղեկին, ասեք դե քշի, ուր կքշի կամ ոնց կքշի, երեխան չի կարող որոշել այդպիսի հարցեր, ստեղ որոշում կայացնողը միևնույն է ծնողն է ու սահման դնողն է ծնողը, բայց ծնողն էլ նաև շատ պետքա ճկուն լինի ու շատ ընդունի զգացմունքները, ընդունի երեխայի պահանջները։ Սահմանները աշխատում են, երբ որ ծնողը նաև երեխայի պահանջներն է նկատում, զգում ու երեխան զգում է, որ ինքը հասկացված է։ Այդ պարագայում այս սահմաններ դնելն էլ խիստ չի դառնում, ինչ-որ դաժան ձևով չի լինում, այլ բնական է լինում ու ավելի հեշտ է ստացվում։ Հիմնական այս տարիքի երեխաներին այս փոխելու, սահմաններ դնելու համար շատ պետք չի, այսինքն մի ամիս, 2 ամիս ու իրանք հարմարվում, սովորում են նոր օրակարգին։ Բայց ցավոք մեր հայկական ընտանիքներում ռեժիմը գոյություն չունի շատերի մոտ, այդ պատասխանատվության բաժանումը գոյություն չունի, շատ դեպքերում մաման մտածում է, որ ինքը պետք է այնպես անի, նենց անի, որ անպայման երեխան այս քանակ ուտի, կամ այս չափ ուտի, կամ այս ուտի, կամ այն ուտի, ու եթե չի կերել, ապա դա միայն իր մեղքն է։ Մենք ունենք հիմա 1 րոպե հարցերի պատասխանեմ, 1 հարցի եւ պատասխանեմ, հետո մի փոքր կանջատվի, նորից կմիանանք ու կշարունակենք նորից։ Այստեղ հարցեր կան արդեն։ Բարև ձեզ, իմ աղջիկը 8 ամսական է, հավելվածություն սկսել եք 6 ամսական, բայց գործածան այնքան է սաղում չի։ Սկզբում փորձում էինք հույսի տալ, սակայն չէր ուտում, անցանք կտորավոր սնունդի, կտորների դեպքում ворցքում եմ ամբողջ կերածը հետ է տալ, սակայն արդեն 2 շարունակ ուտում եք լսում, հիմնական խնդիրը մյուս ուտելիքների դեպքում կամ չի բացում երում կամ չի վերցնում ձեռքում։ Նշեմ նաև հավելվածությունը սկսել ենք, քանի որ հետաքրքրություն ներցաբերում ուտելիքի նկարներ ցականում հասկանում թե ինչպես կարող է նայեք, ստեղ եթե սկզբից խյուսով եք սկսել, այդ խյուսերի ու կտորների մասին վեբինար կա մեր տելեգրամյան ալիքում։ Ես ձեզ շատ խնդրում եմ այդ վեբինարը սկզբից մինչև վերջ նայեք, եթե չեք նայել։ Ու եթե այդ նայելուց հետո ձեզ մոտ էլի հարցեր առաջանան, Telegram-ում կգրեք, ես կգրեմ օրերը, երբ հարցերը գրեք, ու ես ձեր հարցին մանրամասն կպատասխանեմ։ Բայց շատ օգտակար կլինի, որ այդ վեբինարը նայեք, որտեղ ես այդ վեբինարը հենց սկզբում ասում եմ, որ եթե հյուսակերը ժամանակ է պետք, որ այդ կտորներին սովորի, եթե երեխան 6-ից 8 ամսեկանում է միանգամից կտորների ծանոթանում, այդ տարիքում հավելյալի կարիք բավականին ավելի քիչ է ու երբ որ արդեն կարիքը սկսում է մեծանալ, ինքը սկսում է արդեն սովորել։ 8 ամսեկանում էլ հավելյալի կարիք տենց շատ չի։ Ու հիմա եթե սկսել եք, շատ լավ եք արել, դա ընդհանրապես էլի շաբաթների հարց